Բարի լույս աղջիկներ ջան, ուզում եմ այսօր էլի խոսանք նիհարելուց, քանի որ նիհարելու վիդեոներից հասկանում եմ, որ ձեզ մոտիվացիա է պետք ինձանից, ինձ էլ է պետք մոտիվացիա ինձանից, որովհետև ես խախտումներ եմ արել հոգեկան դժվար ապրումների պատճառով, ես միշտ ուտում եմ ու ուտում եմ քաղցր, ասքեզազել եմ թողել ու ինչ հասկացա այս ընթացքում, որ չկարողացա պահել, որ բոլորս մարդ ենք ու իհոր մոտ չէ, ով լավ ասենց դունեմ խոսում ձեր հետ, բոլորս էլ մարդ ենք ու սխալներ ենք գործում ու պետք չի մեզ մեղադրել ու պետքա ուղակի այդ էտապը ընդունել, որ այո, կլինեն դժվարություններ ու մի ձև պետքա հաղթահարենք այդ դժվարությունները, քանի որ ալկոհոլ չեմ սիրում, ծխել չեմ սիրում, մնում է ուտելը։ Ու հա, կերել եմ քաղցր, ճիշտ է Black Hole-ի քաղցրն էի առել, գիշերով նստել եմ, ժամը 11-ին 2 պաչկա կերել եմ, բնականաբար էդի քաշիս վրա է ազդել, բնականաբար էդի աճոկներիս վրա է ազդել ու հա, մի քանի օր խախտումներ եմ արել, հիմա ինձ նորից հավաքում եմ, ինձ ահավոր օգնում է բնության գրկում պարապելը, կապ չունի որ սպորտ գնում ես թե չէ, ես հիմա էլ եմ սպորտ գնում ու այդ վաղտել որ խախտումներ եմ արել, միևնույն է սպորտզալ հաճախել եմ, որովհետև գոնե ինչ-որ ձևով որպեսզի կոմպենսացնեմ խախտումներից հասկանում եմ, որ դեռ չի վերացել են ինչ որ իմ մեջ կար, այսինքն իմ բոլոր խնդիրները ես փորձում եմ լուծել ուտելիքի միջոցով, ինձ թվում է դա մենակ չեմ ես, դուք էլ եք հաստատ այդպեսին, ու դա պետք է ընդունենք ու շարժվենք առաջ, չի կարելի կանգնել մի տեղում, չի կարելի մտածել, օքեյ, ես խախտումները, ես դա շատ եմ արել, միջև էս, հենց ես խախտումներ էի անում, սկսում էի ինձ մեղադրել, սկսում էի ասել, որ ես չեմ կարա ու վերջ, всё, դիետան թողում էի, սննդակարգը թողում էի, անցնում էի իմ սովորական ուտելու կյանքին, բայց հիմա փոխվել է լիքը բան, ես Լիլիթին ասել եմ, որ Լիլիթ ջան, սենց ստրեսի պատճառով կերել եմ, ինքը ասեց դու մարդ ես, առաջին հերթին դու մարդ ես, որ կարա սխալներ գործի, բոլորս էլ իրավունք ունենք սխալներ գործենք, ընդունի այդ փաստը, մի փորձիր ցանկացած դժվարություն ուտելիքի միջոցով լուծել, ուրիշ մեթոդներ մտածի։ Ու ես որոշեցի առավոտները դուրս գամ վազելու, որովհետև ինձ բնությունը էներգիա է տալի, այսինքն դա մենակ ինձ չէ, հողը, բնությունը, երեխեք, եթե մտածում եք մոտիվացիա չկա, մի օր ուղակի առավոտ շուտ մի քիչ շուտ հելեք ու գնացեք քայլելու, վազելու, թեթև վարժություններ անելու, YouTube-ում մի հատ տղա եմ ճարել, դեֆամինե շագի, գրեկը տենց YouTube-ում, դեֆամինե շագի, Նենց ռեզուլտատներ ունի ու այսօր ես արել եմ քրտինքի մեջ կորել էի, հա մի քանի կրուկ քայլել եմ, վազել եմ, վարժություններ եմ արել, բայց այդ դեֆամինե շագին նույնպես արել եմ, հետո ինչն է ինձ նաև մոտիվացնում է իմ արտաքին տեսքը, որ բոլորն են ասում, որ փոխվել է, ու այդ պետք է անեք ոչ թե մարդկանց համար, այլ առաջին հերթին ձեզ համար, օրինակ ինձ ասում են, որ քեզ 75 կիլոգրամը շատ քիչ կլինի, բայց ես ինձ այտենց եմ պատկերացնում, ես մի հատ նկար ունեմ, վիզուալիզացիա եմ արել, ես ուզում եմ հասնեմ հենց այդ նկարին, դուք էլ կարաք այտենց հանեք, Pinterest-ից նկար հանեք, դրեք ձեր էկրանին, հեռախոսի էկրանին, վրան կարաք նաև սարքեք ձեր դեմքը, հիմա ChatGPT ստուդիո կարաք ամեն ինչ անեք, որպեսզի ձեզ ամեն օր հիշեցնեք, թե ինչի համար եք անում դա, օրագիր պահեք, ապրումներ ունեք, չգիտեմ, ես ինքս այտենց եմ արել, օրագրիս մեջ գրում էի, թեխի եմ ես ամեն ինչ անում, թեխի է իմ մոտ ամեն ինչ դժվար, ու այդ ինձ օգնում էր, օրագիրը էդի ոնց որ ձեր լավ ընկերը լինի, ում հետ դու կարա կիսվեք այն, ինչ որ մյուսների հետ չեք կարա կիսվեք, ես այտենց եմ անում, օրագրիս մեջ գրում եմ այն բոլոր հուզումները, այն բոլոր
դժվարությունները, նույնիսկ ուտելուց հետո նստում եմ գրում եմ, հավիկա, էսի քեզ պետք էր, դու 33 տարի ապրել ես սենց, քո դժվարությունները հաղթահարել ես սենց, ու դու չես կարա մի օրում, մի ժամում, մի տարում չէ, 7 ամսում փոխես լրիվ քո 33 տարվա սովորությունները։ Դրա համար նորմալ է, որ ատկատ է լինում, բայց կարևորն այն է, որ ես կարողացա ինձ վերցնեմ ձեռքերիս մեջ, հասնեմ իմ նպատակին։ Հիմա հեսա ամառա, ու ամառա լույսը շուտ է բացվում, օրինակ ես առաջ եթե 5-ին հելնում էի, լույս չէր, 6-ին, 6:30, 7-ին նոր լույս էր լինում ու ես 5-ին աֆիրմացիաներ էի անում, մեդիտացիա էի անում ու քունս ստանում էր, լինում էր, որ նորից հետ էի պարկում։ Բայց հիմա եղանակները լավացել են, արդեն լույսը շուտ է բացվում ու ուղղակի պարապելու շորերս պատրաստում եմ նախորոք, հագնում եմ շուտ ու դուրս եմ գալիս, լվացվում եմ շուտ, համերգը թարմանա, սառը ջուրը, ու դուրս եմ գալիս շուտ դուրս, որպեսի քայլեմ, որպեսի ակտիվ լինեմ, ու այդ կապ չունի, որ ես էլի ջիմ եմ գնալու, որովհետև նորից եմ ասում, բնությունը երեխեք էներգիա է տալիս։ Ու հաստատ կզգաք, որ որ գալիս եք տուն քաղաքից դուրսից կամ ահավոր էներգիա ունեք, երազանքների, նպատակների համար էներգիա ունեք ու կարող եք շարժվեք առաջ։ Հետո նախաճաշը սիրուն առել եմ ամեն ինչ, որպեսզի այսօր սիրուն նախաճաշ ինձ պատրաստեմ։ Հոգ տարեք ձեր մարմնի մասին, ձեր հոգու մասին, հոգ տարեք ձեր հոգեկան առողջության մասին, դարձեք ձեր ամենալավ ընկերը, ով ձեզ խորհուրդ կտա, ով ձեր կողքին կլինի ամենավատ պահին, ով ձեզ կսատարի, ու ձեր հետ խոսացեք, օրագրի մեջ ձեր հետ խոսացեք, այնպես ձեր հետ խոսացեք, դուք ձեզ լավ ընկեր դարձեք, ոչ մեկ չի կարա ինձ այս ամեն ինչի մեջից հանի, եթե ես չուզենամ, ու նույնիսկ շատերը չգիտեն էլ, որ ես հիմա դժվար փուլում եմ, իմ հոգեբանական դժվար փուլում եմ, դրա համար շատ անգամ վիդեոներ չեմ կարողանում հանել, որովհետև ես այն մարդն եմ, որ ես չեմ կարա խաբեմ մարդկանց, ասեմ ես շատ լավ եմ, բայց իրականում ես վատ լինեմ։ Դրա համար որոշեցի ուղղակի վիդեոներ չհանել, մինչև կկարգավորվեմ ու հիմա կարգավորվել եմ, ուզում եմ ձեզ էլ մոտիվացնեմ, ուզում եմ ասեմ, որ իմ մոտ էլ է լինում, շատերին թվում է, թե որ ինքը անում է, ինքը սխալներ չի գործում ենք, երեխեք բոլորս էլ գործում ենք, մենք բոլորս միսուարունից ենք, Աստված մեզ անենց է ստեղծել, որ մենք մենք սխալական ենք, ու այդ նորմալ է ուտելը, նորմալ է, բայց ուտելուց հետո պետք է հետ գաք, երեխեք ձեր հետ խոսացեք, ձեզ համոզեք, ասում եմ, դարձեք ձեր ամենալավ ընկերը, պաչիկ եմ անում, շուշուտ կհանդիպեմ, հիմա որ առավոտները հելնեմ վազելու, հաստատ ավելի շատ էներգիա կունենամ ու ձեզ լավ վիդեոներ մոտիվացնող կանեմ, պաչիկներ։